Խոշոր բացահայտում Երևան-Մեղրի ավտոմայրուղու ճանապարհին հանցավոր խմբի անդամներն իրացնելու նպատակով ձեռք են բերել շուրջ 35 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ տելեգրամյան սոցիալական ալիքի միջոցով։ Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները գերազանցել են 58 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օժանդակությամբ մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ տելեգրամյան ալիքում իրացնելու նպատակով։ 2025 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել եւ իրականացնող մարմինը ներկայացրել 3 քաղաքացիների։ Տվյալ 3 քաղաքացիները Մեղրից դեպի Երևան ուղևորվել են Volkswagen եւ Toyota Magnish-ի ավտոմեքենաներով։ Հետագայում Volkswagen Magnish-ի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է թվով 3 փաթեթներ լցված ընդհանուր 8 կիլոգրամ թմրամիջոցի նմանվող զանգվածներով։ Հետագայում նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ նշված 8 կիլոգրամ զանգվածից թվով 6 կիլոգրամ զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է, իսկ 2 կիլոգրամ զանգվածը մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի զանգված։ Նախաքննությամբ պարզվել է, որ խմբի ղեկավարը նախկինում իրացնելու նպատակով եւս փորձել է ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով մարիխուանա, մեթադոն տեսակի եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Տվյալ 3 անձանցից մեկ անձը հետագա նախաքննությամբ պարզվել է, որ բացի նշված դրվագից 2024 թվականի սեպտեմբեր ամսին խմբի կազմում իրացրել է 25 կիլոգրամ թմրամիջոց, որոնց մեջ բացի մեթամֆետամին եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցներից եղել է նաեւ հերոին տեսակի թմրամիջոց, բացի 2024 թվականի սեպտեմբեր ամսվա խմբի կազմում իրացումից նույն անձը 2024 թվականի օգոստոս ամսին կրկին իրացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց առնվազն 99 գրամ քաշով։ Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները իրացրել են Telegram հեռահաղորդակցման հավելվածում գործող եւ իրենց կողմից կառավարվող էջերով։ Թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել են իրենց կողմից փաստացի շահագործվող դրամապանակների տվյալները։ Այնուհետև թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները ընդհանուր ավելի քան 58 միլիոն դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով կատարել փողերի լվացում։ Բացի թմրամիջոց իրացնելուց կատարել են նաև առանձնապես խոշոր չափերի շուրջ 148,000 ԱՄՆ դոլարին համարժեք 58 միլիոն դրամի փողերի լվացում, որը դրսևորվել է հետևյալ կերպ. Թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տվյալ 2 անձինք Telegram հավելվածի միջոցով տրամադրել են իրենց կրիպտոարժույթային տրոն եւ դաշկոին տեսակի դրամապանակները, նշված դրամապանակներին թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձինք փոխանցել են գումարները, գումարի իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, գումարները փոխանցել են տարբեր դրամապանակների եւ վերջնարդյունքում կրիպտոարժույթների փոխարկմամբ զբաղվող ընկերությունների միջոցով գումարները ստացել են իրենց բանկային եւ Հայաստանի Հանրապետությունում գործող վճարային կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակներին եւ այդ եղանակով կանխիկացրել են։ Խմբի ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ թմրամիջոցները մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետությունն ներմուծել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, որին օժանդակել է տվյալ 3 անձանցից Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Խմբի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում։ Խմբի 3 անդամների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։